ստեղծվել է մի իրավիճակ, որ արտահանումը ամբողջովին արդեն ոչ շահութաբեր է։ Մենք ոչ մասնագետներ ունենք, ոչ միջոցներ ունենք, ոչ էլ ժամանակ ունենք։ Սուբսիդավորում ինչ-որ ազատ էկոնոմիկի գոտիներ եւ այլն, որ հիմա ասենց արագ անում են, այդ պետք էր արվել 3 տարի առաջ գոնե։ Մարդկանց մոտ դուք չեք պատկերացնում պանիկայի մակարդակը այդ մարդկանց։ Մենք ուղղակի արդեն հիմա տակ են տալի։ Այս պայմաններում, եթե մենք այդ պոլկեքից դուրս են գալի, մի շաբաթ հետո այդ պոլկեքում լցվելու են թուրքական, ադրբեջանական ապրանքները։ Եթե Եվրոպան այդպես մեզ սիրում է ու պատրաստ է մեզ միլիոններ տալ, դե գոնե այդ մի հատ փոքր հարցում թող մեզ մի հատ աջակցեն։ Մեզ փող պետք չի տալ։ Այդ հիմա մեզ ասում են, ասեք ինչ է ձեզ պետք, մենք կոնկրետ դժվարանում ենք այդ հարցերին պատասխանել։ Այնա նույն պղպեղին եւ ելակին տվել է սուբսիդիաներ։ Ինչ պղպեղ ելակ են կարողանում արտահանել։ Իհարկե ոչ, այն ինչ որ Ռուսաստան էր արտահանում, դրանց 5% երևի չեն կարող արտահանել։ Ողջույն։ Վերջին շրջանում հայկական պտուղ բանջարեղենը եւ մի շարք հայկական այլ ապրանքներ ռուսական շուկայի համար փակվել են։ Կարանտինային մի շարք ապրանքների ներմուծումը Ռուսաստանը սահմանափակել է։ Հայ արտադրողներն ու գյուղացիները եւ ֆերմերները կանգնել են մեծ խնդրի առաջ։ Այսօր կփորձենք Գուրմելա բրենդի հիմնադիր Արտյոմ Թադևոսյանի հետ հասկանալ, որոնք են հիմնական խնդիրները եվրոպական շուկա մտնելու համար, հայկական ապրանքները ինչ խոչընդոտներ ունեն, ինչ հեռանկարներ ունեն։ Ողջույն պարոն Թադևոսյան, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք խոսել, ներկայացնել ձեր վիճակը եւ երևի սկսենք հենց այդ հարցից։ Ինչ վիճակում եք հիմա։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Դե իրավիճակը մոտիկ է կատաստրոֆայի, որովհետև մի կողմից մենք չրեր ենք արտադրում, ամբողջովին փակած չրի արտահանումը, մյուս կողմից պահածոներ ենք էլի արտադրում, պահածոներն էլ ամբողջովին բոլոր մեքենաները գնում են պարտադիր դասմոտրի, հա, որը որ օֆիցիալ մենակ մուծումները, որ պետք է տեղում անես, կազմում է մոտավորապես 200,000 ռուբլի ամեն մեքենայի համար, պլյուս այնտեղ հերթեր են, պլյուս բազմաթիվ կողմնակի ծախսեր են, այսինքն ամեն Հայաստանից արտահանվող ֆուրը մենակ սահմանին մոտավորապես 200,000 ռուբլի ծախս անում։ Հայաստանից Վրաստանից Ռուսաստան հատելիս։ Այո, Հայաստանից Ռուսաստան մտնելու համար մոտավորապես այդքան ծախս է արվում։ Դա ու լավ է, երբ որ այդ ծախսերը անելուց հետո այդ մեքենան անցնում է սահման կա եւ որ չի անցնում, էլի։ Այդ ծախսերը անում ես, ասում են, չգիտես ինչ, կոմոդ sense մի հատ այդտեղ տարաս խալարոց ու պետքա հետ գնաս։ Այսինքն ստեղծվել է մի իրավիճակ, որ արտահանումը ամբողջովին արդեն ոչ շահութաբեր է ցանկացած պրոդուկտի համար։ Եթե չրերը ընդհանրապես չես կարող արտանես, թարմիր բանջարեղենը ընդհանրապես չես կարող արտահանես, պահածոնել կարաս, բայց արդեն շահութաբեր չի, որովհետև այնքան ծախսեր այնքան են ավելացել, որ իմաստ չունի։ Ավելին ասեմ, մեր ամենախոշոր արտադրողները արդեն նվազեցրել են արտահանումը, հասցրել մինիմալ քանակների, այսինքն կարելի ասել պահածոների արտահանումն էլ արդեն գրեթե գնալով սենց զրոյանում է եւ ամենամեծ խնդիրը հիմա կայանում է նրանում, որ նոր սեզոնը արդեն հեսա արդեն սկսել է կարելի ասել այդ ելակը գիլասը պետքա գործարանները մթեր, չէ, գործարանները հիմա պետքա մթերեն, վերամշակեն, որ հաջորդ տարվա համար նախապատրաստեն, չէ, իրանց պահածոները, գործարան չգիտեն ինչ անեն։ Եթե դու պետքա այդ սախ անես, ահռելի մի քանի միլիոն դոլար վարկ վերցնես, այդ ամեն ինչը մթերես ու քո հիմնական շուկան, որտեղ դու վաճառում ես, քո համար արդեն փակ է, դու ինչ ես անելու։ Այսինքն այդ խնդիրը հլվոր ոչ մի լուծում չունի։ Ձեր արտադրանքի մոտավորապես որ մասն եք տարել Ռուսաստան եւ ընդհանրապես փորձել եք երբևէ եվրոպական շուկա տանել։ Մենք մեր արտահանման մոտ 80%-ն է Ռուսաստան։ Ես վերջին 3 տարին
ամբողջովին նվիրել եմ ինձ հենց այդ խնդրին, որ կարողանանք ալտերնատիվ ուրիշ շուկաներ արտահանենք։ Ռուսական շուկայով շատ քիչ եմ զբաղվել, բայց կարամ ասեմ, որ արդյունքը հետևյալն է։ Ռուսական շուկան մեր մոտ աճել է մոտավորապես 100%-ով վաճառքը, ասենք եվրոպական, ամերիկական շուկան աճել է, ասենք մոտավորապես մի 10-15%-ով, էլի։ Այսինքն այդ հիմնական խնդիրը գիտեք ինչումն է։ Հիմնական խնդիրը, որ այդ շուկաները ալտերնատիվ Եվրոպան եւ Ամերիկան, իրանք գերհագեցած շուկաներ են։ Իրանք հարյուրավոր տարիների ընթացքում ձևավորված լուրջ մրցակցային շուկաներ են։ Ռուսական շուկան հատկապես այս պահին ինքը հակառակը ավելի քիչ մրցակցային է, քանի որ իմպորտը նվազել է Եվրոպայից գրեթե անգամներով, հա, եւ ոնց որ տենց տեղեր բացվել ավելի շատ։ Այո, ոնց որ ստացվել էր տենց արտահայտությունը окно возможности, այսինքն այդ սաղ Եվրոպայից ներմուծվող պահածոները եւ այլն ապրանքները մենք մասամբ կարողացանք փոխարինել։ Մեր շատ գործարաններ այս լիզինգի ծրագրերով օգտվելով մենք էլ նաև բազմաթիվ նոր սարքավորումներ գնեցինք եւ նոր տեսականիներ սկսեցինք արտադրել հենց այդ հնարավորությունը օգտագործելու համար։ Հիմա չեմ ուզում կոնկրետ անել, բայց ասենք տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրում է արվել բոլոր մեր խոշոր գործարարների կողմից։ Տասնյակ ու այդ ներդրումները արվել է, որ դու կարողանաս մոտապես 8-10 տարվա ընթացքում այդ ներդրումը կարողանաս հետ բերես, հետո ինչ որ շահույթ ստանաս։ Ստացվում է մենք մի 2 տարի է ինչ որ այդ սախ ներդրումները արվել է ու այդ ամեն ինչը փակվում է։ Այսինքն այդ ստացվում է մի կողմից պետությունը մեզ մոտիվացիա արեց, շահագրգռեց, միլիոնավոր դոլարներ տրամադրեց գործարարներին, վերամշակողներին, ջերմոցների ընդլայնման համար ու հիմա այդ սախ ինֆրաստրուկտուրան, որ ստեղծվել է ու գնում էր դեպի Ռուսաստան, հիմա պետությունը ասում է, գիտեք ինչ, всё, այս ուղղությունը էլ մի նայեք այն մյուս ուղղությունը, այսինքն մենք պետք է 100%-ով տրանսֆորմացիա անենք մեր արտադրությունները։ Եթե հնարավոր է, այսինքն մեծ մասը հնարավոր չի։ Ուղղակի որովհետև դու չես կարա, չգիտեմ, կոնյակ արտադրող գործարանը մի տարվա մեջ սարքես վիսկի արտադրող գործարան։ Դրա համար պետքա 10 տարի, հասկանում եք։ Պլյուս Այսինքն վերապրոֆիլավորվելու համար նորից գումարներ են պետք, նորից անհրաժեշտ սարքեր, ապարատներ։ Այսինքն համ նորից պետքա մեծ գումարներ, համ պետք է նոր մասնագետներ, համ պետքա շատ ժամանակ, մենք ոչ մասնագետներ ունենք, ոչ միջոցներ ունենք, ոչ էլ ժամանակ ունենք։ Այսինքն այս տնային աշխատանքը մենք պետք է անենք որ հիմա սուբսիդավորում ինչ որ ազատ էկոնոմիկի գոտիներ եւ այլն, որ հիմա ասենց արագ անում են, այդ պետք էր արվել 3 տարի առաջ գոնե, որ գործարարները արդեն հասկանային այստեղ արդեն մենք մի քիչ կարող է մրցակցային լինենք, ինչ որ ուղղությունն է բացվել, որ կարելի է մրցակցել ուրիշ արտադրողների հետ։ Այ ոչ թե sense գիտեք, այ հիմա բանը, սկսում ենք արտանենք Եվրոպա։ Հասարակ բան ասեմ, այդ ամենամեծ ոնց որ ունիկալ պրոդուկտը Ծիրանը, չէ՞։ Եվրոպա արտահանելու համար մեզ պետք է մենակ մի 2 ամիս, որ մենք ստեղծենք այդ ունիկալ փեքեջինգը, ունիկալ լեյբլինգը, իր սերտիֆիկացիան եւ այլն, տանենք այդ ցանցում հաստատենք, այդ ցանցը ասի, հա, ես սենց ուզում եմ 5 հատ մեջը լինի, չգիտեմ, վրան Արարատը լինի կամ չլինի եւ այլն, այսինքն մենակ այդ ամենապրիմիտիվ տեխնիկական հարցերը լուծելու համար պետք է մոտավորապես 2 ամիս։ Դա այն ունիկալ պրոդուկտի համար։ Իսկ որակական հարցերը մեր հայկական արտադրանքը որակապես կարող է մրցակցային լինել դրսի շուկայում։ Նայեք, որակը իհարկե մեր պրոդուկտների որակը բարձր է, բայց այդտեղ մի հատ ուրիշ շատ կարևոր նորություն կա, որ էլի ոչ մեկ չի խոսում։ Դեպի Ռուսաստան, երբ որ ապրանքը արտանվում էր, 80-90% գնում էր շուկաներ Ռուսաստանի։ Մեծ, ասենք, Food City եւ այլն, մեծ շուկաներ ունեն։
ստեղծված ինֆրաստրուկտուրա կար։ Այդ ֆուրը, որ գնում էր հասնում էր շուկա, այդ շուկայի գնորդը, այդ ֆուրը արդեն գիտեր, տեսակավորում էր, այս պրոդուկտը այս որակին համապատասխան գնում է այս ցանցը, էսի գնում է շուկա, էսի գնում է վերամշակման, այսինքն ձևավորված էր ասեն sense ցիպոչկա, ոնց էր այդ պրոդուկտը ռեալիզացիա արվում։ Դեպի Եվրոպայում շուկաներ չկա, Եվրոպայում գնում ես սուպերմարկետների ցանց ես հանձնում ապրանք։ Այսինքն այդ սաղ տեսակավորումը, սերտիֆիկացիան, փեքեջինգը, ամեն ինչը պետք է ստեղ արված գնա հասնի այնտեղ։ Այդ ամեն ինչը ստեղծելու համար մեզ պետք է նոր ինֆրաստրուկտուրաներ, նոր մասնագետներ, ու ամենակարևորը այդ բայերը, այդ ցանցի պետք է այդ մեր պրոդուկտը տեսնի ու ասի ինքը ինչ է ուզում։ Մենք հիմա ինչ որ բան ենք ուզում արտահանենք, մենք չգիտենք այդ ինչ որ արտահանում ենք, դրա պահանջարկը կա թե չէ։ Այդ հարցին միայն կարան եվրոպական սուպերմարկետների ցանցերի բայերները անեն։ Իսկ այդ հարցը ով պիտի լուծի։ Պետությունն ասում է, ես տալիս եմ սուբսիդիա, թող տնտեսվարողը փորձի արդեն մնացածն անել, շուկաները գտնել, պայմանավորվել։ Տնտեսվարողն էլ ասում է, պետությունը ինձ պետք է օգնի։ Հիմա ով պիտի դա անի։ Այս իրավիճակում դա պետք է միասին արվի։ Դա ոչ պետություն ինքնուրույն կարող անի, ոչ գործարարը։ Բայց մենք պետք է առաջի հերթին սկսենք նրանից, որ այն պրոդուկտները, որը մենք ունենք, տանենք, ցույց տանք այդ ցանցերի ներկայացուցիչներին, որ իրանք ասեն, գիտեք ինչ, այս մեզ ընդհանրապես պետք չի, այս մեզ պետք է, բայց պետք է լինի sense տեսակավորում, sense packaging, sense գնային դիապազոն։ Երբ որ մենք այդ ինֆորմացիան իմանանք, մենք կարող ենք քիչ-քիչ ադապտացիա լինել, ասել գիտես ինչ, էկոնոմիկայի նախարար, մեզ պետք է այսեն սուբսիդիա, մեզ պետք է տրանսպորտի այսքան սուբսիդիա, մեզ պետք է այս հիմա մեզ ասում են, ասեք ինչ է ձեզ պետք, մենք կոնկրետ դժվարանում ենք այդ հարցերին պատասխանենք։ Այնա նույն պղպեղին եւ ելակին տվել են սուբսիդիաներ։ Ինչ, պղպեղ ելակ են կարողանում արտահանել։ Իհարկե ոչ, այն ինչ որ Ռուսաստան էր արտահանում, դրա սկի 5% երևի չեն կարան արտահանել։ Չնայած որ ինչ պայմաններ ուզել են այդ պղպեղ եւ ելակ արտադրողները, սա պետությունը իրենց տրամադրել է։ Այսինքն միայն սուբսիդիան բավական չի։ Այսինքն առաջի հերթին առաջի քայլը ինչ որ մենք պետք է անենք, մենք ես չեմ ասում գործարարները կամ պետական, հա, մեր այրերը, մենք միասին պետք է այդ եվրոպական ցանցերի ներկայացուցիչներին բոլորին հավաքենք, հաջորդ շաբաթ բերենք Հայաստան, կազմակերպենք պրոֆեսիոնալ լուրջ հանդիպում, որտեղ որ իրանք ամեն մեր արտադրողի տեսականին կնայեն, իրանք պահանջները կներկայացնեն, իրանք կարծիքը կասեն, որ պրոդուկտները պոտենցիալ ունի, որ չունի, իրանք կոնտակտները ամբողջովին կտրամադրեն ու մենք կսկսենք աշխատել։ Եթե ինչ որ մեկը կարծում է, որ գործարարները դա չեն անում հիմա, շատ սխալվում է։ Մենք ասում եմ, վերջի 3 տարին բոլոր խոշոր գործարարները դրարով է զբաղվել։ Ուղղակի այդ գեր հագեցած շուկաներում գնալ, մտնել, ապրանքը հասցնել խանութ, ու որ ինքը ինչ որ մեկն էլ գա առնի, դա ահռելի մեծ, երկար ժամանակ եւ գումար պահանջող process է, որը որ ոչ մի գործարար չի կարող ինքնուրույն անի։ Եվ դա պետքա թիմային աշխատանք լինի։ Տեսեք, դուք ասում եք, որ հայկական ապրանքները ունեն բարձր որակ, եկեք հայկական ապրանքները երկու մասի բաժանենք, պատրաստի ապրանքներ, օրինակ պահածոներ, ջրեր, որոնք արտահանվելու համար ավելի երկար ժամկետ ունեն, հետեւաբար իրենց հնարավորությունը ավելի շատ է, բայց մենք ունենք նաև թարմ պտուղ բանջարեղեն, ունենք ձուկ, առաջինի դեպքում, պատրաստի ապրանքի դեպքում որակը ինչպիսին է եւ արդյոք լոգիստիկայի խնդիրը լուծելու դեպքում մենք կարող ենք մտնել եվրոպական շուկա եւ երկրորդի դեպքում ինչպես է բարթանում խնդիրը։ Իհարկե պահանջները մի քիչ տարբեր են, թե Եվրամիության, թե Ռուսաստանի, բայց հավատացեք, Ռուսաստանի պահանջները ցածր չեն, քան Եվրամիության։ Ես դες հաստատ կարամ ասեմ։ Այն ապրանքը, որը որ մենք կարողանում ենք Ռուսաստան արտանենք, նույնն էլ կարող ենք արտանենք Եվրոպա։ Ստեղ ընդհանրապես խոսքը գնում է այդ իրա ինչ ձևով է այդ ապրանքը արտանում։ Եթե Ռուսաստանում մենք ուղղակի լցնում ենք թարմի մասին է խոսքը, լցնում էին
ստանդարտ դան овощи, ֆրուկտի զարմենի ящикների մեջ գնում էր, ունդեղ արդեն այդ process-ը տեղի էր ունենում, այսինքն այդ տեսակավորումը, packaging-ը, էսի գնաց տեղ, այնի գնաց ընդ։ Դեպի Եվրոպա այդ ֆունկցիան չկա, այդ շուկաները չկան։ Դեպի Եվրոպա մենք այդ process-ը ստեղ պետք է անենք։ Եվ այդ process-ը կազմակերպելու համար մեզ պետք են մասնագետներ եւ կոնկրետ այդ ցանցերը, ովքեր որ այդ ապրանքը հետաքրքրված են վերցնել եւ վերավաճառել, գան մեզ ասեն ինչ են իրանք ուզում։ Մենք ոչ այն ունենք, ոչ այն։ Այ առաջի հերթին այդ խնդիրը, որ մենք կարողանանք լուծենք, որ ձևակերպենք խնդիրը, որն է, խնդիրը այն չի, որ մեր բանը ապրանքը թանկա կամ էժանա կամ սենց խնդիրը, որ մենք չգիտենք ինչա պետք այդ շուկայում ինչ ձևի ապրանք, որը որ պահանջարկ ունի, որը որ կվաճառվի։ Այդ ինֆորմացիան մեզ միայն կարա տա այդ սուպերմարկետների բայերները, մասնագետները, ոչ մեկ չի կարա դա այդ հարցին պատասխանի։ Երբ կառավարության նիստն ենք լսում վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, տպավորություն է, որ այս սուբսիդիաներից հետո հայկական արտադրանքը կարողացել է տեղավորվել եվրոպական շուկայում, մի շարք օրինակներ են բերել։ Դուք որպես բիզնեսմեն, որը արդեն ներսից տեսնում է այդ ամեն ինչը, որքանով է դա իսկապես հաջողվել։ Հետևյալն ասեմ, եթե մեր կառավարությունը հիմա ամեն ինչ իդեալական անի, ամեն ինչ, մենք կարողանանք այդ դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների մոտավորապես 20%-ը, ու միգուցե 30%-ը արտահանենք այլ շուկաներ։ Եթե ամեն ինչ իդեալական անի։ Հիմա ոնց կարելի է այդ սիտուացիան ինչ որ մի ձևի փափկեցնել, հա? Առաջինը պետք է ներքին շուկայում հատուկ պայմաններ ստեղծել, որ ստեղի սպառումը մեծանա, այսինքն ինչ որ մի ձևի նույն սուպերմարկետներում եւ այլն հայկական պրոդուկցիան ավելի լավ դասավորված լինի, ավելի լավ պայմաններ ստեղծվի, առաջինը դա, եւ երկրորդը մեր գործարանները, ովքեր որ հիմա զբաղվում են վերամշակումով, այդ գործարաններին տալ բոլոր պայմանները, որ այդ գործարանները չկանգնեն հանկարծ։ Ոնց մթերել են, դաժե ավելի շատ կարողանան մթերեն, որովհետեւ ինչ էլ անենք, մենք այդ արտահանումը դեպի Ռուսաստան ուրիշ շուկաներով չենք կարողանա մի տարվա մեջ փակենք։ Դրա համար պետք է լինելու մինիմում 3-ից 4 տարի ինտենսիվ աշխատանք։ Հիմա որ մենք այդ չընկնենք այդ ամենածանր վիճակի մեջ, պետք է ներքին շուկայում պայմաններ հատուկ ստեղծել մեր արտադրողների համար եւ վերամշակող գործարաններին ամեն ձևի աջակցել, որ գործարանները մինիմիզացնել ռիսկերը ֆինանսական, հիմա մենք բազմաթիվ կրեդիտներ ունենք, լիզինգներ ունենք եւ այլն։ Ես հիմա այս տարի ես էլի մթերեցի, էլի վերցրեցի վարկեր, ես 3 ամիս հետո պետք է արդեն այդ սաղ վարկերը սկսեմ փակել։ Ոնց եմ ես փակելու։ Ու ես էլ միջին գործարան եմ։ Այնտեղ մենք ես վերջի անգամ հանդիպում էինք խոշոր գործարանների ներկայացուցիչներին, մարդկանց մոտ դուք չեք պատկերացնում պանիկայի մակարդակ է այդ մարդկանց։ Նրանք ուղղակի արդեն հիմա տակ են տալի։ Բա որ հիմա այս սեզոնն էլ մի հատ մթերես ու մի հատ էլ էլի չիմանաս ոնց էս փակելու այդ ուղղակի այդ մարդկանց կողքին պետք է կանգնել, որտեվ վերջի հարց լուծողը է այս իրավիճակում, հենց այդ գործարարն է, ոչ նախարարն է, ոչ փոխնախարարն է։ Այ մեր աշխատանքի, մեր ռիսկերը վերցնելու մեր վրա եւ այլ այդ սա իրականում սա գործարարն է լուծում։ Պետությունը ընդհանրապես ինչ որ տեղերում մեզ օգնելու է, բայց հիմնական խնդիրը մենք ենք լուծել, հիմնական ռիսկերը մենք ենք մեր վրա վերցնելու։ Այն միջև հիմա ինչ որ մեր գործարար արել է այս պայմաններում, մենակ պետքա իսկապես մեր գործարարները հոյակապ գործարարներ են, ես անկեղծ եմ ասում, միշտ գնացել են ռիսկի, միշտ փորձել են զարգանալ, միշտ ամեն ձևի փորձել են մեր երկիրը զարգացնել։ Եվ այս պայմաններում պետությունը պետք է իսկապես ամեն ձևի ինձ անի, որ այդ գործարարը ընկճված չզգա։ Մեկ էլ մի հատ շատ կարևոր բան կուզենամ ասեմ, էլի, անկեղծ, նայեք, հիմա ինչ է ստացվում։ Մենք 20-25 տարի կարողացանք ռուսական շուկայում բավականին մեծ հաջողությունների հասնել եւ մեր թե
ջրերը, թե պահածոները, թե քաղցրավենիքը, թե ծխախոտը Ռուսաստանում բավականին լուրջ տեղեր է գրավում։ Այո, մեր այդ ապրանքների արտահանման 80-90 մինչև տոկոսը Ռուսաստան է գնում։ Ու բացի հենց սուպերմարկետներում եւ ամենտեղ ինքը ոնց որ շատ լավ դիրքեր է գրավում։ Այսինքն ես կասեի լավագույն դիրքերն է գրավին։ Հիմա այս պայմաններում, եթե մենք այդ պոլկեքից դուրս ենք գալի, մի շաբաթ հետո այդ պոլկեքում լցվելու են թուրքական, ադրբեջանական ապրանքները։ Հասկանում եք, չէ՞։ Մի ամիս, 2 ամիս, 3 ամիս հետո այդ պոլկեք մենք չենք կարողանա վերադառնանք։ Այսինքն եթե նույնիսկ Ռուսաստանը բացի սահմանափակումները բացի, մեզ պետք է լինելու տարիներ, 4-5 տարի, որ մենք կարողանանք այդ պոլկան վերադառնանք, որովհետև այդ մրցակիցը, որ մտավ այդ պոլկա, ինքը էլ դուրս չի գա այդ պոլկայից։ Մենք չգիտեմ ինչ պետք է անենք, որ կարողանանք այդ պոլկան մտնենք։ Հիմա ասածս ինչ է, այսինքն դա էլ պետք է գիտակցել, այսինքն 20-25 տարվա տանջանքը գործարարի ուղղակի զրոյանում է։ Դա ես հասկանում եմ, պետական գործիչների համար մի քիչ դժվար է հասկանալ, բայց մարդը կյանք է նվիրել դրան համար։ Մարդիկ, հազարավոր գործարարներ իրանց կյանքը, առողջությունը, եղած-չեղածը, սաղ նվիրել են դրան, որ կարողանան նվաճեն ինչ-որ շուկայում ինչ-որ տոկոսներ։ Ու հիմա այս իրավիճակում այդ ամեն ինչը զրոյանում է։ Ու դա ոչ միայն գործարարի դժբախտությունն է, հա, կործանումն է, դա ընդհանրապես պետության ռեպուտացիայի հարց է նաև։ Այսինքն քո պետությունը չկարողացավ այնքան իր խնդիրները լուծել, որ այդ նվաճած դիրքերը պահպանի։ Քո գործարարին չկարողացավ պաշտպանել։ Հիմա ասածս ինչ է։ Ասածս հետևյալն է, ես հասկանում եմ, մենք լիքը նյուանսներ չգիտենք, հա, ինչա տեղի ունենում։ Այո, ի վերջո քաղաքական իրադարձությունների արդյունքում եղավ։ Մենք լիքը նյուանսներ կա, որ չգիտենք ու միգուցե պետք է չի իմանանք, բայց ես ուղղակի խնդրում եմ, որ մեր քաղաքական գործիչները կարողանան իրանց մեջ գտնեն ներուժ եւ կարողանան գնան ու իսկապես որպես արժանի պետական գործիչներ կարողանան այդ խնդիրները լուծեն, որովհետև դա ուղղակի լոլիկ եւ ծիրան արտահանելու խնդիր չի, դա մեր երկրի պատվի խնդիրն է եւ պետքա կարողանալ ներուժ գտնել ու գնալ այդ խնդիրները լուծել։ Ռուսաստանում այս կառավարությունը կգա, նորը կգնա, նորը կգա, մեր մոտ կգնա, բայց ժողովուրդները, երկրները մնալու են եւ մենք պետքա մաքսիմալ անենց անենք, որ մեր բիզնես հարաբերությունները, մեր հաջողությունները, որ մեր մոտ եղել է, պահպանենք։ Եթե ամեն անգամ գալու ենք սա քանդենք, զրոյացնենք, էլի նորը սարքենք, այդ երբեք ոչ մի բան չենք ստեղծի։ Հիմա ստացվում է քանդում ենք։ Բառից բուն իմաստով քանդում ենք տասնյակ տարիների ընթացքում կառուցված ահռելի համակարգեր, որը որ մեր տնտեսության դրայվերներից մեկն էր։ Ու երկրորդ ամենակարևոր հարցը, ստեղ էլի ոչ միայն լոլիկի եւ ծիրանի մասին է խոսքը, ստեղ խոսքը գնում է 100 հազարավոր գյուղերում ապրող մարդկանց մասին, որոնց որ հիմնական միջոցը դա է, գյուղատնտեսությամբ զբաղվելն է, եւ այդ մարդկանց մենք զրկում ենք իրանց աշխատանքից։ Հա սկսեք փող բաժանել։ Բաժանեցիք մի տարի հետո, 2 տարի հետո այդ մարդիկ պրոստել գործ չեն անի։ Այդ հողերը էլի սաղ մտածում ենք, վայ մեր վարելա հողերը պետք է ավելացնենք, հիմա սենց կնվազեցնենք։ Այսինքն հիմա առաջնահերթներից մեկը իսկապես որ գտնվի ներուժ եւ գնան, նստեն, հանդիպեն, ասեն սենց չի կարելի։ Սենց չի կարելի ու ունես չի որ մենակ մենք ենք հիմա դժվարություններ, նույն Ռուսաստանն էլ է դժվարությունների մեջ եւ կարծում եմ հաստատ կա շանսեր իրար հետ լեզու գտնել եւ իսկապես մեզ շատ բան է միացնում։ Չնայած հա մենք լիքը հիմա հարցեր ունենք, բայց եկեք կենտրոնանք այն ինչը մեզ միացնում։
Իսկ դուք համաձայն չեք, որ նույնիսկ եթե ռուսական շուկան բացվի հայկական ապրանքների համար, դիվերսիֆիկացման համար միևնույն է, սա մեծ դաս պիտի լինի, որ մենք միևնույն է եվրոպական շուկայում գոնե փորձենք ինչ-որ քայլեր անել եւ ոչ թե ուղակի խոսենք, որովհետեւ բոլոր կառավարություններն են դրա մասին խոսել, բայց փաստացի տեսանք իրավիճակը այնպեսին է, որ մեր ապրանքները գոնե այս պահին չեն գնում Եվրոպա։ Նայեք, որ դուք պատկերացրեք գործարարը հենց մարդ է, որ ինքը իր գործունեության ընթացքում ամեն ինչ կանխատեսում է, որ կարող է սենց լինի, կարող է սենց, կարող է սենց։ Հավատացեք, այն ինչ որ միջև հիմա հնարավոր էր եղել, մեր գործարանների 80%-ը արել են։ Եվ հիմա իհարկե պետք է դիվերսիֆիկացիա անենք։ Իհարկե պետք է այն նոր շուկաները այդ միայն դիվերսիֆիկացիա չի, դու նոր տեսականի կարող ես արտադրել, դու լիքը բազմաթիվ ուրիշ զարգացման process-ներ է տեղի ունենում։ Ուղղակի պետք է ռեալ ձևակերպել ինչ շուկա է դա ու ինչ ճանապարհ ունես այդ շուկայում դիրքավորվելու։ Այսինքն տեղեկատվության պակաս կա, դա է ամենամեծ Networking-ի ամենակարևորը, եթե մենք Ռուսաստանում կարանք երկու հատ զանգանելով իմանանք, ստեղ սենց սիտուացիա, ստեղ էսա պետք, այնտեղ մենք ընդհանրապես ոչ մի կապ չունենք։ Այնտեղ շատ ավելի կոնսերվատիվ են, անգամներով կոնսերվատիվ են։ Այնտեղ եթե այնտեղ դու չես կարա ինչ որ մեկը մեկին զանգի, ասի գիտես ինչ այս տղուն օգնեք։ Այդպես բան չկա, որտեվ մեր ընկերն է կամ նեղն է կամ չկա տենց բան։ Այնտեղ չի կարա էկոնոմիկայի նախարարը ցանցերին ինչ որ բան հրահանգի։ Ինչ որ ոչ մի բան չի կարա անի կամ խնդրի, չի կարա, որտեվ իրանց մոտ կա կանոնակարգ։ Այդ կանոնակարգով դու պետքա գնաս այդ ապրանքը փորձես մտցնես իրանց ցանց։ Ու վсё, եւ այդ ամեն ինչը պահանջում է շատ ժամանակ, շատ ժամանակ։ Իսկ գին որակ հարաբերակցությունում մեր ապրանքների, եթե դրան գումարում ենք լոգիստիկան եւ ձեր ասած խնդիրները։ Գին որակ մենք իհարկե չենք կարողանում հաղթահարել այդ խնդիրը։ Մենք միայն կարանք հաղթահարենք այդ խնդիրը այն դեպքում, երբ որ մենք արտահանում ենք աուտենտիկ մեր ապրանքները, հա, ոչ թե լոլիկ եւ վարունգ, հա, որը որ սա Եվրոպայում այնքան են արտադրում, որ կարան իրանք ներմուծեն, հա, Հայաստան կամ նույն Թուրքիան ոնց է ներմուծում Հայաստան։ Պատկերացրեք ինչքան է ինքը Եվրոպա կարողանում արտահանի, հա։ Այսինքն մենք կարող ենք լինել մրցակից եկամտաբեր, երբ որ մենք արտադրում ենք հայկական սուջուխ, հայկական խավիար, հայկական աջիկա, հայկական չգիտեմ ինչ, որը Իսկն վերամշակված եւ աուտենտիկ, ոչ կրկնվող ապրանք, որը որ այնտեղ չկա հիմա։ Հասկացաք ինչի մասին է խոսքը։ Դու չես կարող այն ապրանքը, որ այնտեղ արդեն կա, условный լոլիկը, դու չես կարող Հայաստանից արտանես այնտեղ հայկական լոլիկը վաճառել, որովհետեւ այնտեղի որակը, գինը, քանակը մեկը դու չես կարող հաղթել։ Իրանք այնքան այնտեղ կա Իսպանիա, այնտեղ կա Հոլանդիա, այնտեղ կա Թուրքիա, որոնք որ գիգանտներ են գյուղատնտեսական, գիգանտներ։ Եվ իրանք չեն թողնի, որ մենք այնտեղ ինչ որ մի լուրջ բաների հասնենք։ Ոչ թե մենք չենք կարողանա, այդ է հարցը։ Ինչ որ փոքր նիշաներ կարող է գրավենք, ասում եմ, էլի 10-20%, որ ռուսական շուկայում կարանք ինչ որ յուրահատուկ ձևի գրավենք, բայց մասշտաբային որ ասես, այս ինչ որ հարց լուծեց, դա հնարավոր է, բայց տասնյակ տարիների ընթացքում, այն ինչ որ մենք արել ենք Ռուսաստանում, տասնյակ տարիների ընթացքում ձևավորել ենք այդ կապերը, այդ շուկաները։ Շատ լավ, իսկ դուք ձեր գործընկերները ընդհանրապես բիզնես հատվածը, որոնց հետ մենք էլի զրուցել ենք եւ գրեթե նույն խնդիրներն են նշում, ինչ որ դուք նշեցիք, այսինքն համատարած բոլորի մոտ նույն խնդիրներն են։ Կառավարությունը ձեզ լսել է։ Հա, մենք ունեցել ենք մի հատ հանդիպում էս վերջերս, մենք բարձրացրել ենք այս բոլոր հարցերը։ Ցավոք սրտի որ ոչ մի արձագանք չկա, բայց հանդիպումը շատ անկեղծ էր, շատ գործնական, բայց դե ինչքանով է մեր կառավարությունը գիտակցում
ինչ իրավիճակի մեջ ենք մենք հիմա ու ինչ իրավիճակի մեջ ենք լինելու 2-3 ամիս հետո ես հələ որ անկեղծ ասած հələ որ չեմ տեսնում, որովհետև այն գործողությունները, որը արվում են, իրանք շատ բան են, այդ կարճատև ինչ որ խնդիրներ լուծելու բան են, բայց ստրատեգիչսկի լուրջ որոշումներ հələ որ չկան։ Իսկ այն ողջավորությունը, որ անհատ բիզնեսները երբեմն անհատներին հաջողվում է ինչ-որ ապրանքներ տանել, լավ գովազդվում է, կառավարությունը ինքն էլ է գովազդում, դա ըստ ձեզ ինչի համար է անում, փորձում է մյուսներին մոտիվացնել, թե ինչն է խնդիրը։ Դե դա ավշը ժողովրդին հանգստացնելու համար արվում։ Ցավոք սրտի այդ նույն գործարանները, ովքեր ասում են, որ ես ինչ լավ բան եղավ, չգիտեմ, իրանք էլ բոլորն էլ շատ ծանր վիճակում են, որովհետև իրանք բոլորն էլ իրանց ապրանքի 80% արտանել են Ռուսաստան։ Եվ էլի շատ լավ է, որ դա ստացվում է, բայց այդ ամեն ինչը նոր ուղիներ գտնելու համար պետք է շատ ժամանակ եւ շատ ռեսուրսներ, որը որ հələ որ անգամ գործարարները միջև վերջ չեն պատկերացնում։ Շատ լավ, եթե ամփոփելու լինենք ընդհանուր մեր զրույցը, հիմա կառավարությունը առաջինը ինչ պետք է անի, որ դուք ռեալ զգաք, որ առաջ եք գնում եւ ինչ որ մի ձև հնարավոր է այս կորուստներից դուրս գալ։ Առաջինը պետք է ամբողջովին մեր վերամշակող գործարարներին աջակցի, որ իրանք չկանգնեն եւ մթերումները սկսեն։ Շատերը չեն սկսել միջալուց։ Առաջինը գործարարների կողքին կանգնի, ասի. մենք չենք թողնի, որ դուք բանկրոտ լինեք, մենք չենք թողնի, որ դուք ընկնեք այն իրավիճակում, որ ստիպված լինեք ձեր բիզնեսները փակել։ Պետք է ամեն ձևի դա անի։ Երկրորդը կարծում եմ պետք է արվի այդ եվրոպական բայերներին բոլորին հավաքել, արագ բերել Հայաստան եւ այդ հանդիպումները անցկացնել եւ ամեն ձևի լինի ճնշումներ, որ այդ ցանցերը մեզ մաքսիմալ յուրահատուկ պայմաններ տան։ Եթե Եվրոպան այտենց մեզ սիրում է ու պատրաստ է մեզ միլիոններ տալ, դե գոնե այդ մի հատ փոքր հարցում թող մեզ մի հատ աջակցեն։ Մեզ փող պետք չի տալ։ Մեզ պետք է ընդառաջել մի քիչ եւ արագացնել այդ process-ները։ Գործարարին փող տալով դու չես կարա, էլի բան, գործարարը ինքը տենց տեսակի մարդ է, ինքը ուզում է խնդիրները լուծումները տեսնի, ոչ թե հա փող տվեցիր, հա մի ամիս, երկու ամիս յոլա գնացինք, բայց երրորդ ամիս ես եմ, չէ, ամբողջովին պատասխանատվությունը կրում։ Այ այդ է կարևորը, որ կարողանան բերեն այդ ներկայացուցիչներին եւ լինի ինչ որ իրանց կողմից յուրահատուկ վերաբերմունք հայկական արտադրողների նկատմամբ, որ արագացված process-ներով մենք կարողանանք ինչ որ product-ներ սկսենք վաճառել իրանց ցանցերում ու հասկանանք ընդհանրապես պահանջարկ կա մեր ապրանքի, թե չէ։ Եվ երրորդը, այն ինչ որ ես ասացի, էլի կրկնեմ, պետք է գտնել ներուժ եւ գնալ ռուս գործընկերների հետ հանդիպել ու գտնել լուծում այս իրավիճակից դուրս գալու, որտեվ այն ինչ որ ստեղծվել է, արվել է տասնյակ տարիների ընթացքում, պետք է անենց անենք, որ պահպանենք։ Դա իսկապես մեր երկրի պատվի հարցն է։ Եվ ես չգիտեմ, եթե մենք կարանք ինչ-որ բան անենք, ասեք մենք ինչ պետք է մենք կանենք, բայց սա այդ խնդրին պետք է գտնել լուծում։ Ես վստահ եմ ինչ որ լուծում կա եւ ուղղակի հույս ունեմ, որ թե մեր ղեկավարները, թե Ռուսաստանի ղեկավարները իսկապես կլինեն այնքան խելացի, այնքան իմաստուն, որ իսկապես այն ինչ որ ստեղծվել է չեն քանդի։ Իսկ դուք ձեր ռուս գործընկերների հետ նկատի ունեմ ոչ պաշտոնական մակարդակով, այսինքն որոնց հետ ունեցել եք կապեր տարինակ շարունակ, իրենք ինչ են ասում, իրենք օրինակ ցանցեր կան, ներկրողներ կան, իրենք ձեզ ոնց են բացատրում այս ամեն ինչը։ Իրանք դե քաղաքական իրավիճակներից բավականին ոնց որ դիստանցիա են պահում,
բայց հիմա ինչ ազդեցություն կա, հիմա հետևելն է, որ իրանք եթե առաջ կանխավճարներ էին անում, պատվերներ էին արդեն անում եւ այլն, իրանք արդեն դա չեն անում։ Այսինքն կապը չեն պահում ձեզ հետ։ Չէ, կապը պահում են, ուղղակի արդեն վստահությունը մեր նկատմամբ իրանք սկսում են կորցնել, որտեղ հասկանում են, որ կարող է ցանկացած պահին փակվեց, հա, ու իրանք բիզնեսները լուրջ տուժ են։ Դրա համար հիմա շատ պատվերներ կա, ասենք իրանք եթե ասենք անցյալ տարի կոնկրետ ինչ-որ տեսականով հետ կապված մեզ տալիս էին 100,000 հատիկ պատվեր, հիմա մեզ տալիս են արդեն 20-30,000 հատիկ պատվեր այս տարի։ Պահածոների մասին է խոսքը։ Ոչ միայն պահածոներ, մենք նաև սառեցված բանջարեղեններ ենք արտադրում, սառեցված տարբեր տիպի պրոդուկտներ, իրանք արդեն նվազեցնում են այդ պատվերները, որտեղ հասկանում են, որ այսինքն ուրիշ ալտերնատիվ արտադրողների հետ են ուրիշ երկրներից այդ նոր պատվերներ բացում, որտեղ հասկանում են մեր վրա հույս դնելը արդեն վտանգավոր է։ Այսինքն այդ արդեն այդ process-ը սկսել է։ Իհարկե, եթե խնդիրները դզվեն, մենք հələ շանս ունենք մեր դիրքերը վերցնենք, որտեղ իրանք չեն ասեք, всё, այս նվազեցրել ենք ու սա է ձերը։ Իրանք ասում են, եկեք սրա վրա ֆիքսվենք, եթե հարցերը լուծվի, մենք էլի ձեզ կտանք ձեր 100%-ը։ Բայց արդեն այդ մարդիկ որպես գործարար դիվերսիֆիկացիա են, ոնց որ մենք ենք ուրիշների հետ են պայմանավորվում։ Իհարկե, ոնց որ մենք ենք փորձում դիվերսիֆիկացիան ենք, նույնպես էլ իրանք։ Այսինքն իրանք էլ շատ ծանր վիճակում են եւ նույնն էլ իրանք են հասկանում, որ այդքան աշխատանք ավել է, հիմա այդ սաղ զորոյանում է բոլորի համար։ Այդ նոր մատակարար գտնելը ու իր հետ ստեղծել հարաբերություններ փող իրար վստահել եւ այդ գիտեք ինչքան ռեսուրս ժամանակ է պահանջում տարիներ դրա համար ոչ մեկ էլ այս իրավիճակի հետ չի համաձայնվում անկեղծ թե ռուսական կողմի մեր գործընկերները բոլորն ասում են դա ասես չի կարա լինի բայց դե ասում ենք բայց տեսնում ենք մենակ դեպի վատն է գնում դրա համար եկեք կնենց անենք որ իսկապես այս վիճակը, որը այս անորոշությունը վերջացնենք, որտեվ մենակ, գիտեք, այս անորոշությունն է, մենակ արդեն լիքը խնդիր է ստեղծում։ Անկամ որ եթե այն օրը որ խոսում ենք մեր փոխնախարարի հետ Արմանի Խոջոյան, այդ գործարանից մեկը ասեց, գիտեք ինչ, եթե ես իմանամ Ռուսաստանը փակվելու, ես գոնե կիմանամ ես ինչ անեմ, բայց հիմա ստացվում է տոլի փակվել է, տոլի չի փակվելու։ Այդ գիտեք ինչքան ինչ ահռելի ճնշում է ստեղծում հոգեբանական մարդկանց համար, գործարարների համար։ Ահռելի։ Այդ ինչքան հնարավոր է կարողանանք այն խնդիրները, որը կարանք լուծենք, եկեք արագ լուծենք, այն խնդիրները, որը չենք կարող լուծենք, ասենք, всё, չենք կարողանում լուծենք, որ մենք արդեն իմանանք ինչով ենք զբաղվում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մերսի, ես էլ եմ շատ շնորհակալ։ Հիշեցնենք Գուրմելաբը հայկական ջրեր եւ պահածոներ արտադրող ընկերությունը, որը արտահանում է նաեւ Ռուսաստան։